պետական գնումների ոլորտում մրցակցության ապահովում և խտրականության բացառում։ Այս սկզբունքով է առաջնորդվում պետական վերահսկողական ծառայությունը և այդ նպատակով է, որ 2024-ին իրականացրել է շուրջ 13,680 պետական գնման գործընթացների վերլուծություն։ Ավտոմատացված սկզբունքներով և ռիսկայնության եռաստիճան գնահատման համակարգով ծառայությունը ֆիլտրել և խախտումներ է հայտնաբերել գնման 374 գործընթացում։ 79 գնման պայմանագիր լուծվել է, 26 տնտեսվարողի առնչվող նյութերով նախաձեռնվել է 9 քրեական վարույթ։ Եվս 24 սուբյեկտներ ծառայության վերլուծությունների, մշտադիտարկումների, ամենօրյա դիտարկումների արդյունքում նաև ներառվել են հանրային գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող անձանց ցուցակում, նման ինստիտուտ գոյություն ունի գնումների գործընթացների ոլորտում, դա այսպես ասած ժողովրդական լեզվով ասած սև ցուցակներն են։ Ամենատարածված խախտումներից է հենց այդ սև ցուցակում ընդգրկվածների ղեկավար կազմի հետ փոխկապակցված անձանց ներգրավվածությամբ ընկերությունների գնումներին մասնակցելը։ 2024 թվականին նման խախտումներով շուրջ 2.2 միլիարդ դրամի պայմանագրեր են կնքվել։ Մասնակիցները ներգրավում էին ցուցակում, հենց հաջորդ օրը նույն մասնակիցը, նույն սեփականատերը բացում էր մեկ այլ ընկերություն ու շարունակում էր նույն գործընթացը։ Բացի նոր ընկերություն հիմնելուց շատերն օտարում են իրենց ընկերությունն ազգականին կամ ընկերոջը ու շարունակում մասնակցել մրցույթների։ Նման խարդախությունները բացառելու համար դեռ մի քանի տարի առաջ պետությունը հստակեցրեց փոխկապակցված անձանց շրջանակը և ընդլայնեց այն։ Անբարեխիղճ տնտեսվարողներին հայտնաբերելու համար ծառայությունը գործակցում է նաև մի շարք իրավապահ կառույցների ու գերատեսչությունների հետ։ Միմյանց փոխանցում են տեղեկություններն ու հասանելի շտեմարանները։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գնումների գործընթացների վերահսկողություն իրականացնող մասնագետներ լինեն, անբարեխիղճ տնտեսվարողներին տոտալ վերահսկողության տակ առնելը անիրատեսական է, բայց ես կարող եմ երաշխավորել, որ գործող ռիսկայնության մեթոդաբանության կիրառմամբ, եռաստիճան մեթոդաբանության գնման գործընթացների ամենօրյա դիտարկումների արդյունքում վեր են հանվում շուրջ 30%-ի չափով է առաջնային ռիսկայնություն ունեցող, ապա առաջնային ռիսկայնություն ունեցող գնման ընթացակարգերը վերլուծվում են մեր մասնագետների կողմից և դրանց շուրջ 10%-ի չափով վեր են հանվում երկրորդային ռիսկայնություն իրենից ներկայացնող ընթացակարգերը, որոնց մասով հստակ գործողություններ են արդեն տեղի ունենում։ ՊՎԾ-ն բացահայտել է դեպքեր, երբ ամուսինները ֆիկտիվ ամուսնալուծվել են, ապա ընկերությունն օտարվել է նախկին կնոջը, սակայն ծառայությունը նկարներով, սոցցանցերի հրապարակումներով և անգամ համակարգչի նույն IP հասցեից օգտվելու փաստերով ապացուցել է, որ անձինք իրականում ամուսնալուծված չեն և իրական շահառուն շարունակում է մնալ սև ցուցակում ընդգրկված անձը։ Երբեմն պատվիրատու պետական մարմինն է խախտումներ թույլ տալիս, լինում են դեպքեր, երբ դրանք միտումնավոր են արվում և բոլոր դեպքերում կիրառվում է խիստ պատասխանատվություն։ 2024-ին ծառայության հաղորդումների հիմքով 63 քրեական վարույթ է նախաձեռնվել։ 2/3-ը քննվում է հակակոռուպցիոն, 1/3-ը քննչական կոմիտեում։ 63-ից 9 վերաբերում է գնման գործընթացներին, որոնք իրականացվել են փոխկապակցվածություն ունեցող անձանց միջոցով։ Վերջին շրջանում ծառայությունն իր տիրապետած տեղեկությունը հասանելի է դարձնում պետական կառույցներին։ Այդ նպատակով մենք ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ այս պահին ստեղծել ենք մի ցուցակ, որը հրապարակվում է տեղեկագրում ու ամեն օրյա կտրվածքով ինքը թարմացվում է, որը վիզուալ, այսինքն փաստաթղթավորված փոխկապակցվածության հանգամանքները ի հայտ է հանում։ Հրապարակվում է ծև ցուցակում ընդգրկված անձը եւ իր հետ փոխկապակցված անձը։ Այդ ցանկը ավտոմատ ծրագիր է ստեղծվել, որը ամենօրյա կտրվածքով թարմացվում է սեփականատերերի փոփոխությունը հաշվի առնելով եւ այլն։ Դրանից շահել են նաեւ բարեխիղճ տնտեսվարողներն ու այդ ընթացակարգերին նաև բազմաթիվ տասնյակ մասնակիցներ, ովքեր նաև հետագայում իրենց գերությամբ հավաստել են, որ իրենց նոր հնարավորություն են ձեռնել ավելի վերահսկելի, ավելի օբյեկտիվ մասնակցելու համապատասխան գնման ընթացակարգին։ Չնայած որ տեխնոլոգիական լուծումները, շտեմարանների հասանելիությունը, ծառայության խիստ վերահսկողությունը էականորեն նվազեցրել են գնումների գործընթացներում արձանագրվող խախտումների թիվը, փաստում է Ռոմանոս Պետրոսյանը, ամեն դեպքում մեծածավալ վերահսկողական գործողությունները շարունակվելու են գնումների գործընթացը թափանցիկ պահելու և պետական միջոցներն արդյունավետ կառավարելու համար։ Մուշեղ Իսախանյան, Էդմոնդ Հակոբյան, լուրեր։